Իմ ընտանիքը ոնց որ հայ ընտանիքների մեծամասնությունը հարուստ ա եղել շատ, պրոստը իմ ծնվելուց առաջ, որտեվ գալիս է մի հատ օր, որ քեզ տնեցիք պատմում են, էլի էդի, որ ոսկի տատիս ասում է, որ մենք դաչա ենք ունեցել, կենտրոնում տուն ենք ունեցել, ասում է մեր տունը գիտես որտեղ հրապարակը կա, այդ շատրվանների տեղը, այդտեղ մենք էինք ապրում, ուղղակի քո ծնվելուց մի օր առաջ, փողը փոխվավ, պապիտ գարաժը ծախեց, Վոլգա առավ, միլիցի ձեռ ընկանք, մենք հիմա Էրեբունիում ենք ապրում, Էրեբունին ինքը ընդհանուր հարմար տեղ է, ինձ շատ լավ է, ուղղակի քանի որ կենտրոնում եմ աշխատում, ամեն օր գնում գալիս եմ, այդ դուրս չի գալի, հետի ոնց որ այն խաղերից լինի, որ խաղում ես, կրվում ես շատ հետից է սկսում, որ նորից պիտի ամեն ինչ անես, այդ փորձությունները պիտի նորից անցնես։ Մենք տուն էինք ման գալի, ես մի հատ վիդեո տեսա, տան վաճառքի, ասում է 56 քառակուսի մետր բնակարան Աբովյան փողոցում ընդամենը $60,000 նորմալ վերանորոգված, դե էտի շատ էժան է, ես զանգում, ասում եմ կարելի է գալ տունը տեսնել, ասում եմ համեցեք, ասում դե ես հեսա 5 րոպեից կլինեմ այդտեղ, ես հրապարակում, ասում եմ չէ, տունը Գյումրու Աբովյան փողոցում է։ Ասում եմ բա ինչի չեք ասում, որ Գյումրու Աբովյան փողոցում է վիդեոյի մեջ, ասում եմ դե մարքեթինգային հնարք։ Ասում եմ, ինչ հնարք է, էլի, ասեմ, ոնց եք մտածում, պիտի գամ այդ տունը առնեմ, 2 ամիս ապրեմ, հետո ջոգեմ, որ արա, էսի մարքեթինգային հնարք էր, էսի։ Ես ասեմ, խի եմ կասկադ ուշ հասնում, ես մեքենա ունեմ, բայց երբեմն երբ որ պետք է լինում տաքսի նստել, ես նկատել եմ իմ մեջ մի վատ բան, ես անընդհատ ուզում եմ խոսակցությունը նենց գնա վարորդի հետ, որ ինքը իմանա, որ ես ավտո ունեմ, անպայման ուզում եմ իմանա, որ մենակ ինքը չի կարում տենց քշի, հանկարծ չմտածի, ես սաղ կյանք պասաժիր եմ եղել, ես անպայման էդի գցում եմ, ու ես էդի շատ սիրուն եմ անում, ես սենց նստում եմ, մի քիչ գնում ենք, մեկ ես սենց ասում եմ, վայ, ես ինչ է, ռույլ, իմ ավտոն է ունի ռույլ, այս սենց կլոր, ու մի անգամից ինքը հասկանում է, մենք շարունակում ենք ճամփեն, արդեն լրիվ ուրիշ ձև, ես վաբշե չեմ սիրում այն մարդկանց, որ ավտոտ ինչ-որ տենում են, զանգում են քեզ, Էդ ուր ես գնում տենց արշակունյացով, ոնց որ բռնցրել է ինչ-որ բան անելուց, էլի, ոնց որ ինձ չէր կարելի գնալ։ Նու, այդ ինտոնացիայով կարելի ասել, էդ ուր ես գնում տենց արշակունյացով կընգաս հետ, այդ է կհասկանաս, էլի։ Վաբշե չեմ հասկանում են մարդկանց, որ հեռախոսով վախենալով են խոսում, ունեք տենց ծանոթներ են, որ միշտ լարված են, մտածում են իրանց լսում են։ Ես տենց մի հատ ընկեր ունեմ, միշտ լարված է, ահա որ միշտ մտածում է իրան լսում են, բայց առաքիչ է Մարիաննայում, էլի, խոսքի ոչ մեկին հետաքրքիր չէ, էլի, իր խոսակցությունները, դաժե այն մարդը ում հետ խոսում է, իրան հետաքրքիր չէ, էլի, ուր մնաց ինչ-որ երրորդ մեկը միանա, էլ չեմ ասում, որ ինչ-որ արգելված բաներից է խոսում, սկսում է ինչ-որ գաղտնաբառեր օգտագործել, ասում է գործից հետո ինչ ես անում, արի մեր տուն մի հատ լավ հեքիաթ կա, իրար հետ կարդանք Բայց ապտեկայից հետդ կապուտ գրիչ կբերես, ասում եմ լավ, եթե դաժը լսում են, էլի, ավելի լավ չի իմանան ծխում ես քան 25 տարեկան դալբայոբ ես, ընգերոջից հետ ապտեկայից գրիչ ես ուզում, էտի հաստատ ավելի վատ է։ Ինձ վաբշե դուր չեն գալիս արաղների գովազդներում կարգախոսները, նվաճիր անհասանելի բարձունքը, բան, սենց ինչ արաղը, էլի, խմելու ես հետ տաս, явնի ոչ մի Բարձունք չես կարա գրավես, բացահայտիր քո մեջ թաքնված ուժը, բացահայտում է բաջանաղին սպանում է երեկոյան, էլի, վաբշե լավ կարգախոս չի, վաբշե արաղի անունն է կարևոր, էլի, ոչ թե կարգախոսը, եթե ռուսկայայով է սկսում, էտի վсё, ուրա արդեն վտանգավոր է էտի, Մոսկովսկիե նովոստի, ոնց որ լսում ես, ուզում ես գնաս պատերազմ, Ես հիշում եմ, որ փոքր ժամանակ տնեցիք ինձ շոր առնելը շատ իվենթ էին սարքում, էդի միջոցառում էր, պրոստը չէինք գնում առնում գալի, մենք հասնում էինք այդ օրվա, նախորդ օրը ասում էին շուտ պարկի քնի, որ վաղը գնում ենք քեզ շալվար առնենք, բան, որ տրամադրությունը տեղ լինի, էներգիա։ Շատ էին շնորհավորում, հետո շատ էին ասում հակի, օրինակ մի հատ ընդեի փորձում նայում էին, մի հատ գայսեի տուն ասում էին հակի մի հատ էլ էս զալի լույսով նայենք, ոնց որ զալում եմ հակնելու այդ շալվարը միշտ։
Մի հատ էլ հագի թո պապին տենա, պապին դեմը չի տենում, вообще շալվարս հետաքրքիր չի պապին։ Հետո սկսում էին երկար շնորհավորել, դե հաց ուտելուց մի հատ բերեք մի բաժակ խմենք, երեխու շալվարը շնորհավորենք։ Այդ ինչ խմելու առիթ է, էլի։ Շնորհավոր, առողջ հագնես, լավ սովորես, տատի հետ էլ տես չխոսաս, ոնց որ սաղ պրոբլեմները սկապում էին այդ շալվարի հետ տնես, եք մտածում էին վсё, այս շալվարը ու լավ մարդ կդառնա։ Ու որպես կանոն այդ շորերն էլ տենց սիրուն շորեր չէին, էլի, որ պատկերացնեք այդ տարիքում աղջիկների հետ իմ հարաբերությունները ավարտվում էր նոյեմբերի կեսերին, երբ որ ես սկսում էի հագնել իմ ձմեռային կուրտկեն, դա սաղ վերջանում էր միանգամից։ Ծանոթներիցս մեկը վերջերս story էր արել Բալիից, որտեղ ինքը խմում էր լեմուր կենթանու կղանքից պատրաստված սուրճ, խմում էր եւ ասում էր, որ շատ համով է, շատ օգտակար բան։ Ես sense նայում եմ դիվանին նստած ու sense ասում եմ, դե լավ, դե ես չէի խմի, էլի, всё-таки կղանքից է բան։ Բայց հետո հիշում եմ, որ ստեի ապարատի 100-նոցը կայֆոտ խմում եմ առավոտները։ Էսի ձևա вообще շան կղանքից է, էլի, էնի գոնե լեմուր է։ Նե Բալիում ապրում, ձևա ավոկադո է կերը այդ օրը, մի քիչ ուրիշ բան է, էլի։ Չգիտեմ, գիտեք թե չէ, բայց վերջերս նաև տեղի ունեցավ տրանսների մրցույթ, որտեղ ներկայացուցիչ ուներ նաև Հայաստանը։ Ես ոնց որ միամիտ աշկովս ընկավ ժամը իմացա միացրեցի ու նայում եմ սենց հիմա այդ տրանսների մրցույթը ու մի բան նկատեցի, որ իմ մեջ շատ եմ ուզում, որ հայը կրի։ Բայց համ էլ հասկանում եմ, որ լավ է, որ հայը կրի, հա, ոնց որ ինչ, յանի մեր ամենա տրանսներ, հա, ինչ լավ կլինի հայը դուրս մնա вообще մրցույթից, տենց լավ կլինի։ Բայց չէ, հայը դուրս չմնաց, մեր Դյուցազուն Ձյաննան շատ պատվով ներկայացրեց մեր երկիրը հպարտորեն, այո, ծափահարենք Ձյաննային, այո։ Իսկ կա մարդ, որ երբևէ փորձել է 102 զանգի, կան տենց մարդիկ, չէ, մենակ ես եմ գործ տվող, հա, չկան։ Ես ես վերջերս փորձեցի զանգեմ 102, որտեվ ավտո էր խանգարում ու 5 անգամ զանգեցի չպատասխանեցին։ 102, այն որ պետք է պատասխանեն։ Ու մի 20 րոպե հետո մի հատ համարից զանգ է գալի հեռախոսից, որ 094-ով համար է պրոստը։ Այն որ ընկերոջը զայրատկեն նստում է, ուրիշի հեռախոսից զանգում է, այդ տենց համար է մի հատ։ Վերցնում ինչ որ կին ասում է, բարձ ես ոստիկանություն եք զանգե։ Ասում դե հա զանգել էի, բայց արդեն ամեն ինչ օքեյ է, բռնաբարին գնացին, վсё։ Հարց չկա էլ։ Так, մեր երկրի գազանանոցը շատ տուֆտա գազանանոց է, եթե նկատել եք։ Խնդիրը նրանում է, որ մենք մեր գազանանոցում չունենք կռուտոյ կենդանիներ, էլի։ Նույն ինչ-որ կոալաներ, ռենգեղջուրներ, բան, տպավորությունն է, որ մեր գազանանոցում հավաքվել են ինչ-որ անեկդոտի կենդանիներ, էլի։ Ինչ-որ առյուծ, գել, նապաստակ, շուն, բան, ինչ-որ Ինձ թվում է, вообще մեր պետությունը չի զբաղվել կենդանիներ հավաքելու հարցով, իրանք պրոստը այդ մասիվի սարը սեն զաբորով փագել են, ու մեջ ինչ մնացել է, դարել է գազանանոց, էլի, չգիտեմ ինչ-որ, մասիվում կոկորդիլոսներ կան, вообще պահակներ, իդեպ մեր գազանոցը ունի պահակ կա գազանոցում ու չեմ հասկանում պահակի գործունեությունը, էլի, вообще գազանանոցում, որ խոսքի ինչ լինի, էլի կապիկները շուխուր անեն, գնասի ախպեր, շուխուր մի արեք, էլի, իմ վրա է խոսակցություն գալի, իտո չեն հարգելու, հետո շուխուր են անելու, էլի մեկա։ Ինձ թվում է պահակը ոչ շատ նիհար մարդ է, ես մի երկու անգամ հանդիպել եմ գազանոցի պահակի, ինձ թվում է այդ մարդը նրա համար է, որ երբ որ օրինակ առյուծը փախնի, առաջինը միս տենա պահակին, ուտի իրան, մինչև տենց այնը 911 տենց գան հասնեն, էլի կենտրոն չհասնի, էլի, պրոստը պահակը 57 կիլո միս է դրած մինչև կենտրոն։ Կներեք, պահակներ։ Բայց ինձ թվում է մեր երկրի գազանոցը ինքնըստինքյան տենց չի զարգանալու, ոնց որ ուրիշ բաները, պետք է ինչ-որ դրսից մի բան լինի, օրինակ չգիտեմ, Աֆրիկայում պատերազմ սկսի, ընդեղ մոբիլիզացիա լինի, ընդդեից կենդանիները գան լծվեն մեր գազանանոց, էլ ինչ-որ տենց բան լինի։ Ուժի մի քիչ տոմսերի գները կարող է թանկանա գազանանոցի, բայց մեջները լավ ծտեր կլինեն, ինձ թվում է։
Բայց մենք ունենք Հայաստանում թույն գազանանոց, կայֆոտ հայկական TikTok կա Հայաստանում, դա թույն գազանանոցը вообще կարակ մտնեք նայեք։ Ես այնվաղ պրինցիպներով էի, ասես բեսան պրինցիպիալ էի, ասում էի ձև չի դու TikTok քաշես ունենաս այդ application-ը, բայց ոնց որ Լևոն Արքան, Վալոտ Պապին, տենց Բելի Մաքսը թռան պրինցիպներից դեմքին ու ես քաշեցի TikTok։ TikTok-ը вообще դզում է։ Ես պահիտակ մոռանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետն է։ Ինձ թվում է ինքը տենց պրոստը TikTok-ից չուվակ է ինչ-որ, տենց Լևոն Արքայոտ բան։ Ну որտեվ ընկերներս իրենց մենակ մեմեր են ինձ ուղարկում էլի, այսինքն ինչ-որ լուրջ որոշում չկա խոսքի, թրաշվում է այդ մարդը, բան, չգիտեմ, հեծա են վակշում, բան։ Այս ինձ թվում է նոր վիդեոներ են ուղարկելու, որտեղ չգիտեմ, ինչ-որ Նիկոլը Սուշիզենի ռեկլամներ է անում, բան, ինչ-որ Olsel է գովազդում, բան, չգիտեմ։ Ինչ-որ կոնտենտ է սկսե, բանը, այն ուշացող վարչապետ է, բան, ինչ-որ սրբիչով վազում է, բան անում։ TikTok շատ եմ, նամ ապուշ բաներ է դզում, խոսքի բեգեմոտը ոնց է ձմերուկ ուտում, ինչ-որ ժամերով կնայեմ Լևոն Արքան ինչքան է աթոռից ընգնում, էդ էլ է կայֆ է շատ։ TikTok նայելուց շատ եմ հանդիպում հայ տրանսերի լայվերին, հայ տրանսերը պիզդես քյարթու մարդիկ են, ահա որ քյարթու մարդիկ են, եթե չգիտեք։ Ինձ թվում է հայ տրանս մարդիկ այնքան քյարթու են, որ իրանց համար մոմենտ է, որ տղեն տղու հետ լինի։ Դրա համար իրանք սեռը փոխել են, դարձել են աղջիկ, որ եթե ինչ-որ մեկը հարցնի, տեղավորցնեն, ասեն ընկեր, տոշնի ասա։ Ու ես TikTok նայելուց вообще շատ եմ հասկացել, որ ապագայում իմ կինը հաստատ համով չի սարքելու, որովհետև իմ շրջապատի օրինակ աղջիկների մեծամասնությունը լիքը ռեցեպտներ վեկալում են ինչ-որ ռիլերից, TikTok-երից, ինչ-որ cute pasta է մի րոպեում սարքվում, էլի, բայց այդից համով բան դուրս չի գալիս, էլի, ես փորձել եմ։ Համով բան դուրս է գալիս այն ռուս ծոցկեքի YouTube-ի 40 րոպեանոց վիդեոներից, այն որ մամա ժամերով նստած նայում է։ Վատ մոնտաժ արած վիդեոներ կան, որ մամադ սպասում է թե երբ հա վիդեոյի մեջ ջուրը եռալու, որ անցնի հաջորդ խոդին։ Դա համով բան է այդից դուրս գալիս։ Գնում եմ ջիմ, պարապում եմ ջիմում, ու մեր ջիմում բան կա, սաունա կա, մեկ-մեկ գնում եմ այդ սաունա, տենց ինչ-որ տենց 50-ից մուժիկներ են լրվում, տենց ես էլ լրվում եմ հետները մեկ-մեկ։ Հա, դուզում է, կայֆ է։ Ու վերջես տենց նստած եմ ու կողս մի հատ մուժիկ է, տենց նայում եմ մարմինից, ասում է լավն է մարմինդ, ասում եմ մերսի, թեքվում է իրա կողքի տղամարդուն, իրանք չեն ճանաչում իրար, թեքվում է տղամարդուն, ասում է աղբերը լավ մարմին ունի, չէ։ Այս մարդը մի քիչ զարմանում է, ասում եմ ես եմ նորմալ, բան։ Ասում եմ իսկի նորմալ, ասում եմ դու փոր ունես, ծծեր ունես։ Չուժոյ մարդիկ են, լծումա վրա են պրոստը, չգիտեն իրար, ասում դու փոր ունես, ծծեր ունես։ Նու բնականաբար այդ մարդը վիրավորվեց իրա մեջ, արդեն վատ տոնով խոսած, ասում եմ, նու տիպը մի քիչ վատ էլի, ասում եմ, նու ինչ կապ ունի մարդ փոր ունի, փոր չունի էլի։ Ասում եմ մարդը խոսքի նիհարա պարապածա 1000-ի հիվանդություն ունի։ Ասում եմ իմ վրա ես լծում ընկերոտ մի վարքյանով։ Ես բան չէի արել պրոստը։ 0 Ունդեից բանը, մի հատ ուրիշ հոպար, վապշը, պրոստը, մտնում է թեմայի մեջ, ասում ոչինչ, ջահել է, ասում ես 30-ը կանցնի, մետաբոլիզմը կընգնի, փորը կհելնի, էլ չի կարա ֆորմեն պայի, ինչ ռոստ դարավ այն վրա, ինչ-որ պրաժարկա ենք անում, բան, ունդեից մեկը բան, սրա մազերը կթապի մի 2 տարուց բան, շուտ կեկը խույնն է սրա բան, Ես որ փոքր էի ու գնում էի գյուղ, այնտեղ գյուղում ինձ ասում էին, որ մի հատ հովիվ կա, այդ հովից մի քիչ հեռու մնամ, որտեվ ինքը նո սիրում է տենց կենթաների հետ սեքսով զբաղվի, դե ես էլ տենց խուճուճ մազերով մի քիչ ոչխարի նման յավնի թիրախ եմ, ու հեռու էի մնում, բայց մտածում եմ, եթե դու զոֆիլ ես ու ընտրել ես ուշում դու կենթանիների հետ ես, բան էտա քոնը, ու եթե
քո ֆետիշը, էդի ոչխարն է, հա, դու ոչխարին ես մի քիչ ավելի շատ սիրում, դու պետքա մի քիչ երջանիկ զոֆիլ լինես, ինչ ես կարծում, տենց չի։ Ну, պետքա մի քիչ երջանիկ լինես, որտեվ խոսքի մարդ կա, օրինակ Ավստրալիայում է ծնվել, իրան դուզում է կենգուրուն, իսկ կենգուրուի հետ հեշտ չի սեքսով զբաղվել, էլի։ Կենգուրուն ոչխար չի, կենգուրուն կտփի քեզ։ Ну, խոսքի դաժե կարելի է ինչ-որ մոտիվացիոն ֆիլմ նկարել տենց մարդկանց մասին, ովքեր տենց սաղ կինոյի ընթացքում պարապում, ուժեղանում, բան վերջում իր սիրած կենգուրուի հետ սեքսով է զբաղվում։ Շատ լավ ընտանեկան ֆիլմ կլներ։ Խի է ռուսներին թվում, որ իրանք ինչ կաֆե բացեն, մենք մտնելու ենք։ Այդ ինչ կաֆեներ են արդեն բացում ռուսները։ Սենց պրոստը իշավոտնուկ է, ինչ-որ յաշիկ է դրած, ռուս մատուցող, ու իրանց թվում է մենք պետք է մտնենք այդ կաֆեները։ Ու իրանց ճիշտ է թվում է, ես որ անցնում եմ տրում ռուս մատուցող, վատ լուսավորություն իշավոտնուկ, ես մեմ վсё, ես որ իմ օրը ստեղ է անցնում, էլի։ Նախ այն վաղ կաֆեի համար տարածք էր պետք, հիմա արդեն շատ փոճուր տարածքներում են բացում ռուսները կաֆեները, ու սենց շատ փոճուր կաֆեներ է ստացվում, այն որ զուգարանները շատ փոճուր է։ Որ նես փոճուր է կամ պետք է դուրը փագես կամ շռես։ Դու ջոգի ուժը որն ուզում ես, արա էլի։ Հեն որ տես մեծ կաֆե մտե, նստած ենք, մատուցողն է մոտենում, ասում եմ, ինձ մի հատ ամերիկանո, ասում եմ, ասում եմ, у нас нет американо, ասում եմ։ Ասում եմ, ինձ լավ մենյու կտակ, ասում եմ, у нас нет меню։ Ասում եմ, չայ սև, ասում եմ, у нас нет черного чая։ Ասում եմ, ապրում ես, ստեկա մտա պրոստը, ինչ է։ Պարտադիր չի սպասարկես, գրասասս հելնենք այդ հանք, էլի ոնց որ։ Չգիտեմ։ Ես վերջերս մետ աղջիկ հետ ծանոթացա, Instagram-ը իրա վերցրեցի, գնացի տուն գտա այդ աղջկան Instagram-ով, ու սենց հիմա Instagram-ի նկարներն էին նայում, ու տեսա, որ տենց մի տեսակ շատ բաց նկարներ ուներ Instagram-ում, էլի, սենց պրям բաց նկարներ։ Ու mən մտածում եմ, էլի այդ աղջիկը հետ ասենք, որ մի քիչ ավելի մտերմանամ, բան, ասենք գիշերը, բան, ասենք ինչ նկար եմ ուզելու այդ աղջկանից։ Ոնց որ սաղ կար արդեն, էլի, այդ նկարները։ Ասենք չգիտեմ ինչ նկար պետք է ուզեմ, ասենք հորդ հետ նկար ինձ միայն։ Տենց եմ ուզում տայնամ քեզ մի հատ, էլի, ոնց որ։ Ինքնը շատ գիժվար լանգստիլ է։ Գժվար։ Բայց հետո ուղարկում է, բայց գիտեք ոնց է ուղարկում, որ մի հատ ես կարում նայես, հետո կորում է։ Մտնում եմ ինքնուհերն է։ Երկուսն է տկլոր, ջոգում ես ումա քաշը, հա։ Տաքսիստները իմ մոտ չի ստացվում, չգիտեմ, ես վերջս հաճախ լինում է, որ տաքսի եմ կանչում, իսկ տաքսիստը գալիս հանդեից, որտեղ պետք է գնամ, մտածում եմ զանգ եմ ասեմ լրվի ես գամ, էլ հավայի չգաս հասնես, շատ եմ վախում քրֆող բոմժերից, շատ վախնալու է, հեն որ դուրսը քայլում էի ու ընդեղ մի հատ քրֆող բոմժ տատի էր նստած, ու դիմացովս մի հատ տղա էր քայլում դեպի տատի, մի հատ ռուս տղա էր, այդ տատին հասավ տղեն, այդ տղեն հասավ այդ տատին այդ տղուն ասաց փող տու, այս տղեն բնականաբար ոչ մի բան տեղ չդրեց այդ տատին անցավ, այդ տատին ֆրած այդ տղու հետևից հենց արեց, այ բոզ, ու հիմա ես եմ գնում դեպի տատի, Որ արագ ուզում եմ հասկենամ, մոտս կոպեկ կա, չէ, ուզում սենց շարժապում եմ, տրվում եմ կոպեկ կա, հանում եմ, տրվում եմ 10 դրամանոց եմ։ Մտածում եմ դել ավելի լավա չտամ բոզով բավարարվեմ, Բոզն ընց վատ չի, ընդեղ վատ ստրախովկա չի, սենց գոնե մենակ ինձ է քրվում, հասկանում եք, էդի չարժեց ստրախովկեն կորցնել։ Ես վերջս ապտեկայի մտա դիմացս մի հատ տատի էր, ով առևտուր էր անում, նու գիտեք այդ տատիներին, ապտեկաների, որ շատ բան են առնում, ոնց որ ինքը ավելի շատ շոփինգի է եկել, Տենց ուզում ամեն ինչից պուջուր փորձի, հետո ջոգի, էլի, ոնց որ շվեդսկի ստոլ է, չգիտեմ Ես տենց տատիի հետևը կանգնեցի ու սպասում ենք մինչև տատին իր առևտուր անի ու մինչև այդ տատին իր առևտուր անում էր սենց հերթ դառավ, սենց մեծ։
Տատիներ առևտուր արեց, գնաց, ես մոտեցա, ասեցի ինձ մի հատ պիպետ կա, տվեք։ Աշխատող ասեց չունենք։ Մենք բոլորով դուրս եկանք ապտեկայից։ Ես նոր տարի շատ եմ սիրում։ Շատ ամենասիրածս տոնն է նոր տարի, նոր տարի։ Ու ինձ դուզում է որ նոր տարին երբ որ գալիս է ամեն ինչ փոխում են նոր տարվա տակ։ Էլի նոր տարվա բաժակներ, հա? Նոր տարվա ափսներ։ Ինձ շատ է դուր գալի այդ նոր տարվա կոնֆետներ, բա։ Բայց բաներ կա որ նոր տարվա ինձ թվում է պետք չի սարքել, այն օրը ես տեսա ու չհասկացա այդ ինչ էր, ինչի համար կա вообще նոր տարվա պորնո, հա? Այդ ինչի համար է, հա? Ասենք այդ ինչ է այդ ձյունանուշ, ձմեռապ, բան, էլֆեր, բան։ Այդ ինչ է ախպեր։ Ասենք այդով էլ եղավ որ նոր տարվա օրերին սովորական պորնո ասես նստեն է, ասելա արես հեչ ոնց որ նոր տարի չլինի, արա այս Նավագոդնի աշուշենին չկա էլի, արա, մտ էլֆա բան, մի բան մցրեք էլի, արա։ Ես ես վերջերս մեքենա եմ վարում ու շատ հաճախ հանդիպում եմ մի հատ իրավիճակի, երբ որ փողոցը փակել են ու Նիկոլը ինչ-որ տեղ է գնում։ Ես չեմ հասկանում ուր է այդքան գնում, հա, Նիկոլը։ Ոնց որ ինքը պետության ամենակարևոր մարդն է։ Ես մտածում եմ ինքը պետք է մի քիչ իրան ծանրացնի, էլի, հա։ Ասի դուք եկեք, հա։ Ոնց որ Սենց ամեն թե ինքն է գնում։ Ժողովուրդ, տես տպավորություն է, որ օրը 8 անգամ ինքը ինչ-որ տեղ է գնում։ Նայեք, օրինակ մեր տանը, հա, պապան։ Պապան մեր ոնց որ գլխավոր դեմքն է։ Ինքը չի գալի։ Ինքը կանչում է միշտ, էլի։ Դաժե եթե պապան գալիս է, սենց գալի ասում է, հələ արի։ Ու սենց մենք էթում ենք բալվում։ Թե չէ սենց Նիկոլը ջերմուկ հեսա բերեմ ու հելա Նիկոլը փագին սա կենտրոնը Չեմ հասկանում ինչի են կանայք դավաճանում իրենց ամուսիններին անգործ տղամարդկանց հետ, որտեվ լսած կլինեք երևի, չգիտեմ, Գագո, կարաս գաս, մարդս գնաց գործի։ Բա Գագոն գործի չի, ես չեմ ջողում։ Գագոն ինչ է անում։ Խես դավաճանում Գագոյի հետ ասենք։ Явնի մարդդ գործ ունի, Գագոն չէ։ Թե լոդանում Գագոն, ես չեմ ճանաչում, եթե ճանաչում եք։ Ես չեմ սիրում օգտվել հասարակական տրանսպորտից, բայց մեկ-մեկն ինձ հաստատվում օգտվում եմ, բայց մի հատ պլան եմ մշակել։ Ես հասարակական տրանսպորտից օգտվում եմ նենց, յանի առաջի անգամ եմ օգտվում։ Որ չմտածեն տենց շուշուտ նստում եմ, էլի։ Ու սենց տենց ներսը մարդկանց հարցեր եմ տալի, յանի տենց առաջի անգամ, տենց ասում Ինչքան է 150 թանկացրել են, հա։ Բայց ինքն ոնց է, հիմա ես մտնում եմ ներ, սենց ստեղից մտնում եմ, ստեղ հասկացա, իջնում։ Հիմա տալիս եմ վարորդ, հա, գցում եմ, օքեյ, գցում եմ։ Իսկ նայեք 150-ը ստեղ որն է, ես մի հատ ինձ կօգնեք, ես տենց ճիշտ ասած։ Բայց վատը այնա որ բոլորն են իրանց տենց պահում հասարակական տրանսպորտում, ու երբ որ ես հարցում կնեք 150-ը որն է, իրենք սենց Օ, ճիշտ ուզած չգիտենք, մենք էլ ենք առաջի անգամ ճիշտ ասած։ Դուք էլ, հա, երևի։ Ես սենց շատ գրուզիտ լինող մարդ եմ։ Անկապ ինչ-որ գրուզիտներ ունեմ, սենց Ես սենց օրինակ մտնում եմ ընդհանուր օգտագործման զուգարան ու դուռը փակելուց սենց ռուշկեն թաց է։ Ու ես սենց դե ջուր էր։ Ջուր էր։ Հո չեն շռը ռուշկին։ Չէ, ինչ է, ես ասում եմ, հանգստացի ջուր էր։ Ինչ ես անիմաստ հիմա։ Ջուր էր։ Բայց դա ֆռում եմ դնում եմ քաքել են պատին։